Բարև սիրելի քաղաքացիներ, այս պահին Դեմիրճյան մուտքի մոտ են գտնվում ազգային ժողովի Հայաստան խմբակցությունը եկել է տրանսպորտի ապօրինի որոշումը տուգանքների որոշումը ազգային ժողովում այսօր պետք է քննարկվի այդ ապօրինի որոշումը քաղաքացիների թալանի ծրագիրը այստեղ ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ է դակվել փաստորեն Ներքին համաձայնությամբ Տիգրան Ավինյանի հետ միասին ժողովրդի կյանքը թանկացրել են այստեղ Հիմա սպասենք տեսնենք պատգամավորներից ովքեր կգան քաղաքացիական պայմանագրի եւ որոշակի հարցերի իրանք պարտավոր են պատասխանել թե ինչու են մեր սիրելի երևանցիների կյանքը փորձում թանկացրել են արդեն իսկ եւ ինչու են ապօրինի որոշում դակում այստեղ Ուրա Սիրելի քաղաքացիներ տեսեք սա էլ Ալեն Սիմոնյանի կորտեժն է Հայկս Նարզգան ինչ է Բարև ձեզ Մենք Ոչ շուկամաց ասեք էլի Մենք ավականո անդամներ ենք տրանսպորտի ապօրինի ես որոշումը Ինչու են բերել ստեղ որ քաղաքացիներին տուգան են կասեք Դե կողմի Չէ, այսինքն ուզում եք Չէ, ինչի եք փախնում օրինակ Այ քեզ բան Այս մարդիկ Ձելի քաղաքացիներ Ասեք, այս մարդկանց մեկի ձայնն է կտրվել, մեկը դուռը բացում արագ փախնում է Էս են Ընտրել եք, որ սենց փախնեն Ժորդ Պարոն Օհանյանն է այստեղ Ահա Բայց ինչ եք փախնում, էլի օրինակ հարց ենք տալիս ձեզ Ինչ եք փախնում, դուռը բացում Չէ, անհանգիստը Դե դուռը մենք ձեզ հարց ենք տալիս, ինչի եք դուռը բացում Մենք էլ ենք աշխատանքի, մենք էլ ավականի ենք, եկել ենք ստե հարցեր ուղղելու ձեզ Արսած, դուք տեղյակ եք, որ տեղական հանրակրվեի ֆունկցիա փակում եք ինչով ժողովրդավարության կոնտրաստան եք Հուսով եմ երևի Խոսուսակումը փախնում եք, էլի ճիշտ ենք ասում, հենց հիմա փախնում եք ձեր թաթիկով Դա խոհաչանելով Ազգանունը ինչ է? Հովանիսյան չգիտեմ ինչ, քաղաքացիական պայմանագրի Հովանիսյան չգիտեմ ինչ Սիրելի քաղաքացիներ մեր իբր պատգամավորներ են, բայց չենք էլ ճանաչում Սպասենք հաջորդի, Արմեն ես չի? Ես չի? Ինքնա? Հա? Տեսնում եք Հովանիսյան Արտուր ասում է ջահել տղա ես Ալբասանի պատգամավոր հասկանում են բայց ես հավատքա Ես մի մարդ որ մի տեխնացուին Դա իրավականի տոլ չգեմ, որ հանձնաժողովի նիստի ժամանակ ասում էր լեզուտ կկտրեմ, ականջներդ կկտրեմ Ես ենք մարդն է, հիմա հավաք պայելուց է խոսում Ես մի մարդա ունտմբակցը պատգամավորը Սիրելի քաղաքացիներ Արդեն որորդ պատգամավորն է մի մասը հետևի գարաժի մուտքով է փախել ներս Հարցեր պիտի տանք, որ պատասխանեն, տրանսպորտի ապօրինի այստեղ դակում են ազգային ժողովում այսօր պետք է քննարկվի քաղաքացիներին տուգանելու որոշում, այն է 10,000 դրամ չվճարելու դեպքում 15,000 դրամ ընտանիքի անդամների այլ քարտ օգտագործելու համար 15,000 դրամ
Տուգանել։ Չկա էլ պատգամավոր գոյություն չունի ստեղ։ Բարև ձեզ։ Տիկին Աղեկյան։ Քաղաքական ամեն ինչը դնենք մի կողմ, տեսեք, եթե օրինակի համար դուք ուղղակի չունեք որևէ բան եւ Սպասում ենք սիրելի քաղաքացիներ, տեսնենք էլ որ քաղաքացիական պայմանագրի պատգամավորն այստեղով արագ դուռը բացում եւ փախնում։ Ասա Ո՞վ է։ Հա։ Ո՞վ է։ Տիկին Նազարյան, դուք եք ցանկացնելու տրանսպորտը այսօր։ Հաջորդ փախուստը, հա։ այն մեխանիզմը, որը որ մենք ձեզ պետք է գնալու ենք, եթե դատապարտությունը արամարվի, որտեղ մենք գիտենք, որ դրանք արամարելու են ձեր կորագությունները, տրանսպորտի վարձի վճարը փոխում են տեղական վճարի, ինչը բացի առայժմ փոխում են տեղական վճարի, որովհետեւ մենք կարողանանք գնանք տեղական հարակեն։ Փաստացի սա ոտնձգություն է ժողովրդավարության հանդեպ, որովհետեւ պատկերացրեք խաղալ, ինչը ցանկացած խաղ, ֆուտբոլ խաղալ, ֆուտբոլի տեսի երկու թիմերի մեջ մեկ է օրենքները փոխվում։ Դաղալների խաղալ։ Այդքան մի բան ժողովուրդը։ Շատ իհարկե հետաքրքիր է լսել ՀՊԻ տնբակցության ղեկավարի հորդորը հավաք պահելու։ Առաջինը մենք մեզ միշտ հավաք ենք պահում, դերն երևի ցավ ենք անում, մենք հավաք պահել ձեր նմանների հանդեպ։ Երկրորդը դուք չեք որ պետք է մեզ հավաք պահելու կորպեր անենք, որտեղ դե հավաք, դասիրակված պահվածքի մասին որևէ պատկերացում չունենք։ Դուք մարդիկ եք ում ձայները, երեսները եւ անունները այս քաղաքի մեջ պետությունում հայտնի են դարել միայն իշխանություն եւ մարդկանց տանուց։ Ձեր անունից, ձեր կողմից հնչեցնենք անհարմար հարցեր, այս իշխանությանը, թե ինչու են տրանսպորտի կանգնացել, բավական չի հայել, ուղղակ են մտցրել parlamentul համար։ Սիրելի երևանցիներ, սա եւս մեկ անգամ ապացուցում է, որ այո, տրանսպորտի թանկացման հիմնական գործոնը դա Նիկոլ Փաշինյանն է, Տիգրան Ավինյանի հետ համատեղ տրանսպորտի սակագինը այո Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ է թանկացրել Երևան քաղաքում։ Այս պահին էլ տեսնելով, որ բոյկոտի դեմը տարբերակ չունեն առնելու, այո քաղաքացիները բոյկոտում են, բերել են մի ապօրինի որոշում ազգային ժողովում, որ մեր քաղաքացիներին տուգանեն, տեսեք, 150 դրամից ինչքանի անգամով ավել 10,000 դրամ եւ 15,000 դրամ տուգանք են ուզում սահմանեն ազգային ժողովում։ Այսօր պետք է քննարկվի այդ ապօրինի որոշումը, այդ թալանի որոշումը, դա իրավական ոչ մի հիմք չի տալիս քաղաքացիներին թալանելու։ Սպասենք, տեսնենք, կա արդյոք պատգամավոր քաղաքացիական պայմանագրից, որը էլ չի փախնելու։ Ամեսով է, մոտիկան ենք միջել։ Տանոտ, հա։ Քաղաքացիական պայմանագրի Այսով է։ պատգամավորները ապել են քան շատ օգուտ են տվել։ Դուք կողմեք տրանսպորտի կանգնացումը։
Չեք թանկացնում Սպասեք մեկ րոպե։ Ասեք ինչ եք թանկացնում։ Ազգային ժողովում էլ եք տես փախտում սենյակներից։ Այդտենց ալնում եք արմայա կոչվում, շորը ճղեցի։ Ես ինչ փախուստ արագ-արագ։ Մտ կարելի է իրան հասնա։ Հա ոչինչ։ Բարև ձեզ, պարոն Ռուստամյան։ Լավ ենք, մենք եկել ենք տրանսպորտի հետ կապված այս ապօրինի որոշմանը, որ բերում են տուգանեն, բայց քաղաքացիական պայմանագրի պատգամավորները փախնում են։ Լավ ձեզ։ Արդյունքը չի վճարում եւ այդ օրինագծի նախագծը վերել ազգային ժողով նշանակում է, որ բոյկոտը ստացվել է, որ մայր Հայաստանը Սարգիս Խանդեժյանը ներսով մտավ գալուց։ Ավտոյը մտնում են ներս, ընդեով են մտնում։ Շալանի եւ ուղղակի մատերիալ նիկոլի եւ նրանք ստիպված են մարդուն սոցիալական այն շերտին, որ ստիպված է հանրային տրանսպորտի Սամո դու ծանոթացրու, ես չեմ ճանաչում։ Կադաշ զեկուցողը լիներ արդյունքի համար չի։ Նախարարության ավտես։ Տարածքային կառավարման փոխնախարար Ռաուն իշխանությունը հայամետ չէ, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը միայն եկել է թալանել։ Դաժե տենց, հա։ Եվ հայ մարդուն տուգանքին թալանի մատերիալ դարձնել։ Եվ Արև ձեզ։ Բարև ձեզ։ Երևանի հավաքական անդամներ ենք, իջև արտադրության նախարար կուզենայինք իմանալ ձեր կարծիքը 1034 նախագծի վերաբերյալ, որով սահմանափակվելու է տեղական հանրաքվեի իրավունքը ընդդիմադիր խմբակցության, նաև ինչու ոչ հանրության, որովհետև ինչպես տեղակ եք տրանսպորտի քանակացման վերաբերյալ մենք ունեցանք ստորագրահավաք Կիկինգալյան, որից հետո դա իբր քաղաքացիական նախաձեռնություն ներկայացրեցի քաղաքապետարան, որպեսզի ընդգրկվի օրակարգ, քաղաքացիական պայմանագիր եւ իշխող մյուս կոալիցիոն ուժը բոյկոտեցին այս նախագիծը, չմասնակցեցին քննարկությանը, դրանից հետո մենք պետք է օգտագործենք տեղական հանրաքվեի մեխանիզմը, սակայն այսօրվա նախագծով տրանսպորտի վճարը սարքելու են տեղական վճար եւ նաեւ սահմանելու են տուգանք, որը համաչափության եւ առանցակ տրամաբանության սկզբունքներին դեմ է։ Եվ իբրև արտադրության նախարար կունենք իմանանք ձեր կարծիքը տվյալ ռեպրեսիաների վերաբերյալ, այսինքն փաստացի կա օրենսդրություն, ճիշտ է, կա իշխանություն եւ ընդդիմություն։ Մենք գործում ենք այդ օրենսդրության շրջանակներում։ Հիմա արդեն գործող իրավիճակի քաղաքական կոնֆլիկտի շրջանակներում փաստացի քաղաքացիական պայմանագիրը օգտագործում է փոփոխություն, իրոք կոնկրետ այս դեպքի, ոչ թե որպեսզի օրենք ավելի լավ լինեն, որպեսզի պաշտպանվեն նրանից, որ չկարողանանք մենք առաջ գնանք ասպետները, ժողովուրդը չկարողանա Առասարակ ինչպես է կարծում, այս մարդու պետության մեջ, երբ որ օրենքը փոփոխվում է, արդեն տեղի ունեցող կոնֆլիկտի շրջանակներում պարզապես ավելի հարմար դիրք ստեղծելու համար իշխանությունների արդյոք դա օրենքի լեգիտիմության հարց չի առաջացնում։ Ես ես վստահեցնում եմ դիգալ։ Մենք թանկացնում ենք։ Ավականիա գալիս։ ՔՊ-ի ավականիա։ Թանկացման եւ տուգանների Ներս մի մտեք, եկեք դուրս, ժողովուրդ։ Ներս չի կարելի։ Չէ, դուրս, Արմեն, դուրս արի։ Տիկին ավեք Դա ասում։ Իրավունք ունեմ ամեն ինչի։
Քանի որ Նիկոլ Փաշինյանն է ասել, որ դուք իբրև ժողովրդավար եք ներս մտնելու Իսկ ով է սահմանափակել իրավունքները։ Ներկայացրեք ինձ, ով դուք եք Դուք տրանսպորտի թանկացման եկող։ որ նկարվեց նա քրատություն ստացին որ Թույլատվություն ձեզանից չպետք է ստանամ։ Ուսապար։ Արոնեք սաները։ Նիկոլի ուսապար։ Ավականու անդամներ նաև հանեք ինձ։ Ես մենակ Բան եմ հարցնում։ Վերքը հասկացա որ իրավունք չունեք ինձ գտնելու Հարց տալու իրավունք չունեք այսինքն գնացի գնացեք Դուք չեք բարև ձեզ պարոն Վարդանյան։ Այս ԿՊ-ի պատգամավորները թախնելով են ախր մտնում ստե։ Էսովա։ Թողեք, ապեր, բեկը թողեք։ Ովա։ Ցավալի է, բայց պատգամավորներին քաղաքացիները չեն ճանաչում։ Սպասեք մեկ րոպե հարցնեմ։ Բոյկոտող քաղաքացիների շահերը, խնդրում եք պատասխանեք։ Այսինքն դուք ընտրվել եք, որ չամադանով գնաք ու գաք, այ չէ։ Տեսնում ենք Նիկոլի ուսապարկերը գալիս են հերթով, անգամ չգիտեն թե ինչ հարցի շուրջ են քվեարկելու, բայց իրենք կողմ են, որովհետև իրենց հրահանգվել է, որ Հայաստանի Հանրապետության Մի ուսապարկ էլ ձեռներն են վերցնում, նոր գնում սրանք։ Լինի նա շարքային քաղաքացի, հույքահարկի տեսքով, ակտուալության տեսքով, հիմա էլ ուղևորցի համար են կալաներում։ Հիշեցնեմ, որ Երևանի ավականում այլ Հայաստան խմբակցությունը ուղևորցի նախագիծ են բերել ավականու նիստերի դահլիճ, հիմնավոր պատասխաններ չունենալու։ Սիրելի երևանցիներ, տեսեք, այս կառույցը ոչ թե ձեր կյանքը բարեկեցիկ դարձնելու համար է, այլ ձեր կյանքը թանկացնելու, ձեր ապրելակերպը բարեկեցիկ դարձնելու փոխարեն ձեր կյանքը դժվարեցնում է, այո ազգային ժողովը համատեղ քաղաքային իշխանությանը Տիգրան Աբինյանը այստեղ միայն ընտրությունների ժամանակ են քաղաքացիների հետ կանգնում եւ զրուցում, իսկ ընտրվելուց հետո իրենց ուսապարկերը ձեռքերին արագ մուտք են գործում եւ իրենց տակուկ սենյակներն են թաքնվում, չպատասխանելով այն հարցերին, որը վերաբերում է ամբողջ մեր հասարակությանը։ Եվ ինքը պատասխանելու, թե ինչի Հայաստանի Այս ազգային ժողովը, այս իշխանությունը, այս քաղաքային, այս են փախնողներ են, սրանք ամբողջ կյանքում իրենց ղեկավարներն նույնը մարտի 1-ին է փախել, փախնողներն են սրանք։ Մայր Հայաստան խմբակցության ավականու անդամները այս պահին այստեղ են։ Եվ անհարմար ասեցալը կողմից անհարմար իրենց համար անհարմար։ Մենք հասարակ քաղաքացու Հիմա սպասենք, տեսնենք, թե հաջորդ ուսապարկը ով է, որ գալու է եւ փախնելով մտնի ներս։ Ալենի ազգային ժողովի ՊՊՑ-ի աշխատակազմի պահվածքն է ստացել։ Ուսա ալենին բարեկամ այդ միանման ոչինչ է։ Մարդու նորմալ քաղաքացի հարցը տալիս ինքն ապե։ Իրերի քաղաքացիները այն ուղը, որից մտնում են Նիկոլի ուսապարկերը։ Այնով էր մտավ ընդեով։ Մենք բոլորի ստացնեն Սա մնել է։ Որ գալիս է։ Չէ, բանը պրոֆեսոր։ Մենք արդեն գիտենք, որ մենք կանացեք Սիրելի քաղաքացիներ տեղեկացնեմ նաև, որ այո, որոշ կպական պատգամավորներ մեքենաներով այդտեղ գարաժը կոչվում, ավտոպարկով են մտնում ներս, որ քաղաքացիների փողոցում չհանդիպեն, այս մարդիկ փողոցի անունը տալով էին գալիս, բայց այսօր փողոցից խուսափում են,
եւ հարցերին, այն հարցերին, որը վերաբերում է մեր ամբողջ հասարակությանը, խուսափում եւ փախնում են շենքի իրենց տակուց սենյակները, որ չպատասխանեն այն հարցերին, որը ապօրինի փորձում են բերել ազգային ժողովի օրակարգ, այն է տրանսպորտի թանկացում, տրանսպորտի թանկացման ապօրինի որոշում։ Հիմա Գևորգ, բարև ձեզ։ Դուք էլ եք հերթական հիմա փախնելու։ Հաջորդ փախնելու։ Էլի քաղաքացիներ, մեքենայից ազգային ժողով 3 վայրկյան է տևում, այն հենց արագ են փախնում ՍԿՊ պատգամավորները։ Այս մարդիկ ընտրություններին ձեզ ինչ ասել են, սաղ ստել են, ես էլ մի կորտեժ անցնում, տեսեք, տեսեք, էսա, այն պատավատապետություն, որ ասում էին, հիմա իրանք են պատավատապետություն սարքել, իրանք ինչին դեմ էին, դրան էլ էին դեմ։ Նախագծի վերաբերյալ մանդատ գրողները եկել են նորմալ քաղաքացի կերպով արձաբանում անջել տվյալ պաշտոնյաների Այս պահին փողոցի երկայնքով մեկ ձախ մեկ աջ նայում ենք, տեսնենք ԿՊ պատգամավորները թե ինչ շուքի տակ են թաքնված փորձում, սա էլ Ալեն Սիմոնյանի կորտեժը, կորտեժների շարասյուն է այստեղ, տեսեք, գնում եւ գալիս են ձախից աջ։ Այո կամ ոչ։ Տրանսպորտի թանկացման դեմ հիմա օրենք է փոխում, որը հիմա հիմնավոր բացատրեմ, թե ինչպես է ստե քաղաքային իշխանությունը, նաև Տիգրան Ավինյանի մասին եմ ասում, որ ասում էր բոյկոտ չկա, եթե բոյկոտ չկա, բայց ինչ նախագիծ է, եթե բոյկոտ չկա, ինչի են ուղղակի նախագիծ բերում, որ տուգան են, հաստատի հիմնավորվել է, որ այո արկա է բոյկոտը, իրականությանը այլևս իրանք չեն տիրապետում, սիրելի քաղաքացիներ, այս մարդիկ արդեն կորցրել են իրենց, հիմա մեկ հարց։ Բարև ձեզ։ Մենք Երևան քաղաքի ավականու անդամներ ենք, տրանսպորտի Պետք է պատասխանեք էլի այս հարցին։ Ինչի չեք կարող։ Հիմա կարակ, չէ՞ պատասխանեք։ Այս նախագիծը ո՞նց եք դուք ընդունում։ Չկարևոր է ժողովրդի կյանքը թանկացնելն է, չէ՞։ Իսկ ձեր հարևան Պոլոսը դեմ ձեր հարևան Ասեք ինչքան եք խոսափելու, էլի հարցերին չպատասխանեք, տես փախնեք, ասեք։ Ձեր ձեռքում է լա ուսապարկ, թե ձեր ուսերին է ուսապարկը։ Հա, եղբայր։ Ինչը։ Քեզ։ Խոսում էինք, բայց քո հետ չէ։ Շոֆերը չի արա։ Ձեռքին էլ ուսապարկ կա, սիրելի քաղաքացիներ։ Փոխեց նորից տարանջատում մտնել քաղաքացիների մեջ։ Դուք էլ եք թող թանկացմանը։ Բայց իրաց ճանաչում են ինչ-որ քաղաքացի։ Ես օրինակ չեմ ճանաչում, այդքան ակտիվ եմ, բայց ես չեմ ճանաչում, որ սա պատգամավոր ունենք մենք այս երկրում։ Մի 4 պատգամավոր եմ ճանաչում։ Ես մասնագիտությամբ մանկավարժ եմ։ Հավանաբար իրենք բուժիչ պատգամավորների իրենք վիրավորում են։ Դին դոկտոր իրավական մասներից է։ Առաջինը ազգային ժողովի կանոնավոր օրենքի 71-րդ կարող է իհարկե ինքնին նախագծել ամենաուժը 2 ժամը 12-3 լիստը սկսել է ժամը 13:00-ից։ Իսկ որովե իրավական առումով տվյալ նախագիծը չէին կարող ընդգրկել տվյալ տարօրինի։ Դրանից ցած այս նախագծի մեջ կա մտել են դրան, երկով տեսել մենք կողմից, ավտոպարկով։ Մեքենա մտցում են ավտոպարկով։
քանի որ տվյալ տրանսպորտի վճարը ծառայության վճարը տեղական վճար չէ։ Հիմա իրանք փոխում են այս վճարի կարգավիճակը սահմանում են տեղական վճար, քանզի օրենքը սահմանում է, որ տեղական հարակվեի չի կարելի հանել տեղական վճարով։ Հետո ասել չի բան իրանց մեջ է։ Այս մարդիկ հիմա անում օգտագործում են մի նախագիծ, Սովորում հա։ որ ժողովրդավարությունը քարգոցում, այսինքն արդեն իսկ գոյություն ունի քաղաքական կոնֆլիկտ։ Ընդդեմ մեկ են չի Կարեն Սարոխանյան։ Ինքնա պատկապեա գնացինք Կարեն Սարոխանյան։ Կարեն Սարոխանյանն ԿՊ-ի։ Բարև ձեզ։ Կսպասեք մի րոպե։ Չէ, ինչի եք շտա, սաղը չտապում եք։ Բա քաղաքացիները չեն շտապում։ Ահա, տեսեք, տեսեք։ Սա մի մատինար։ Կպատասխանեք, արձանագրենք, որ Նիկոլ Փաշինյանը 3 միլիոն վարչապետի առջև փակել է դուռը եւ ՊՊՑ-ու աշխատակիցներով է պաշտպանվում։ Բան պերսակեք միգուցե։ Եթե չեք տա։ Բան պերսակները վիրավորեք։ Ես խնդրում եմ ինձ իրավունքներ սահմանափակել, բամբերձը վիրավորանք։ Վիրավորանք չի։ Ես էլ եմ կարծում, որովհետև տարիքով մարդիկ կան, որ պամպերս են հագնում։ Քաղաքացիներին են սարքում ուղղանկի։ Դատիներ կան, որ հագնում։ Ուղղանկի նույնիսկ չափը սահմանելու իրանք համաչափության սկզբունքը չեն օգտագործում, անեք տեսեք, եթե մենք մեքենա Սովա։ Թողեք մեկը հարցը տանք։ Բարև ձեզ։ Դուք ով եք։ Տիկին Անդրեասյան։ Մեկ րոպե, էլի, մեկ րոպե սպասեք։ Նորաձև է Տիկին Անդրեասյան, կանգնեք իգիչ շփվենք։ Բայց Սելա։ Ես երկու դուրը Պատգամավոր, հա։ Դուք պատգամավոր եք։ Հա։ Կներեք, բայց ձեզ չեք ճանաչում, մի հատ ներկայացեք, տենակ պատգամավոր եք, թե չէ։ Չէ։ բարը ձեզ կարելի է բայց Բայց թողեք մեր ընդդիմադիր պատգամավորներին էլ հարցողենք։ Բարև ձեզ։ Շատ սիրուն ուժեղ բարև ձեզ։ Ջորջ ջան, 1034 նախագծի վերաբերյալ է, պարոն։ մենք էլ ուզում ենք շատ բարձրաձայնենք այս հարցը։ Հանրաժողովի նիստի շատ լավ մեկնաբանել եւ ցույց դրել, որ ապօրինի քանակում դեպքանք են ներում, նաեւ տեղական հարակների գործակազմից մեզ զրկում են։ Մենք հայտարարել ենք, որ Բարև ձեզ։ Մեկ րոպե, էլի կսպասեք։ Ինչի եք էլի կողմ, որ այս քաղաքացիների տուգանում մազերադարձին, այս քրվան, կասեք, ինչի չեք պատասխանում։ Առանց պատասխանելու Իրա վրա չէր գործ հարուցված։ Հա։ Անպատժելիության մթնոց, որին պետքա վերջ տալ հնարավորինս Ընդհանուր է գործ հարուցված ֆինանսների իրա վրա։ Ջորջ, թողեք մտնեն, այն տղուն թողեք, որովհետև իրա վրա են գործ հարուցել, ոնց որ խոսալու պատճառով ֆինանսների փոխնախարարներ։ Նախարարը, հա։ Մի հատ էլ հարուցվել է իրա վրա գործ։ Հա, լուլուս եք։ Բասեք։ Բարև ձեզ։ Կարելի է մեկ հարց էլի տանք։ Բայց քայլելով կամաց էլի տրանսպորտի էս ապօրինի որոշումը։ Հաստատ էլ թուրքերի առաջ չեք խոնարհվում, չէ՞։ Ուղղակի դեմ ցանկացնում են Ոնց որ ասում այլ թուրքերի դեմը չի խոնարհվում, սիրելի քաղաքացիներ։ Այդ ինտրուցումների ժամանակ էր մենակ խոնարհվում, որ աջակցություն ստանար Թուրքիայից։ Միջազգային բանավիտական ներկայացուցիչներին, դեսպաններին, ովքեր հանկարծ կհամարձակվեն, ովքեր Հայաստանի Հանրապետությունը Հայաստանի Հանրապետությունը դրամ իշխանություն ունեցող ուղևորի համար Նիկոլ Փաշինյանի բռնակալական իշխանությունը եւ նրա կապակցերը, որը Ահա, իշխանին են հարստան։ Ինչ ասի։ Բարև ձեզ, պարոն Սաղաթելյան։ Մենք ուզում ենք, որ բարձրաձայնվի տրանսպորտի հարցը, հնարավորինս շատ բարձրաձայնեք։ Այո, շնորհակալ ենք շատ, բարև ձեզ։ Տրանսպորտի ես տուգանքները ապօրինը իրաց բերած։ 65 դրամ ինքնարժեք։
Եվ դրա համար ուղևորը չվճարելու համար 10-ից 15,000 դրամ տուգանք են սահմանում, քաղաքացուն դարձնելով Ուզում տուգանքի ենք բարձրաձայնվի ներսում, վստահենք, որ Եկավ գաղտնիքը։ Մեր ստորագրավակը դառնում է Կարլ Մարությանի ստորագրավակի հետ, մերը ոչ իրավաբան օրենքով ձևակերպված, քաղաքապետարան Բարև ձեզ։ WhatsApp-ից էր Գիտեմ որտեղից է, բայց աբսուրդ է, էլի համ խոսում են նրանից, որ եւ պոլիսների հետևում եւ բանի արտաժողովում, որ սա հայտարար նախագիծ է, համեր գրում են դրանք կողմ են քվեարկում։ Ինչպես բոլոր այն օրենքներին, որոնք որ հակապետական են, հակահայկական են, օգտվելով առիթներից ձեզնից եմ շնորհակալություն հայտնում, ես երեկ էլ ասացի աշխատանքի համար, որ նորմալ մեծ աշխատանք տարել եք, նաև մեր քաղաքացիների, որ այդքան ստորագրություններ են, աստորեն քաղաքացիները այդքան ստորագրություններն ու այդքան նաև ես որոշակի նաև մասնակցել եմ բոյկոտի, նաև այդ մարդկանց կատարած աշխատանքը այսօր ժուր ենք գցում, ասում որ ժող բաստիոն, փաստորեն քաղաքացին որևէ մի իրավունք չունի։ Ամենակարևորը որ հանրաքվեի դիմացն են առնում, որ իշխանությունը գործող կոնֆլիկտը լուծելու համար իօգուտ Նախենում եք իմ արտահայտել եկա։ Թանկացում է, չէ՞ դա։ Ինչ եք դուք։ Դուք ինքնարժեք հաշվել եք, որ կողմ եք։ Թանկացման է։ Հիմա դեմեք թե կողմ։ Կոնկրետ ասեք։ օրակարգի թանկացման մասին չխոսք։ Փաստացի կողմ եք։ Որ տուգանելուն, չվճարողներին տուգանք են ուզում դնեն 10,000 դրամ։ Ոնց դուք քաղաքացի չեք նրա։ Նիկոլ Իսկանդարյան։ Տեսեք, դուք Հայաստանի Հանրապետության պատգամավոր եք։ Դժվար է դրա մեջ մի քիչ խորանալ, ավելի բարձ ինֆորմացիա մեզ տա։ Ձեր Իսկ երբ որ տրանսպորտի ինքնարժեքը 65 դրամի կարգի է, 150 դրամ սահմանելու դեպքում քաղաքացին վճարել դեպքում Եկեք տիկին գազկել։ Կապը չի, բան չէ։ Կապը ինչ հա հետ եմ ասում։ Ես չեմ ճանաչում։ Չէ, կապը չի, կապը չի որ ինչ է։ WhatsApp-ով SMS ստացել եք։ Չեմ կարող ասեմ։ Մի քիչ բարձր էլի ասեք, եկել լսենք։ Իսկ ոնց է չվիարկելու եք։ Ներողություն, WhatsApp-ի SMS-ին եք սպասում, SMS-ը գա ոչ քվեարկեք։ Չկամ։ Իսկ ճիշտ է համարը, որ մարդու սահմանադրական իրավունքը դուք սահմանափակում եք այս օրենքով, այսինքն մարդը իր սահմանադրական իրավունքը բոյկոտելու իրավունքը չի կարող իրացնել այս օրենքը ընդունելուց հետո։ Տեղական վճար դարձնելու հանրապետի։
Գիտենք արդեն դիրքորոշում։ Փոխել եք, կարող եք գիշերը զանգեք, ստացել փոխել եք, SMS-ով փոխել եք աշխի դիրքորոշումը։ Ես գացի դեմ արդեն, մի բան զանգ այլ։ Միրապե ավելի հասկամ, ժողովուրդ չեմ։ Հասկացանք շատ ծաղատ կարում եք հարցակ, բայց միրապե հասկամ։ Ասեք, որ պետաժը պատգամավոր քաղաքացին տուգանքի մատերիալ է, թե թալանի մատերիալ է։ Ես մի հարց։ Իսկ այդ մտքի հեղինակին ասել եք այդքանը։ Շատ ներողություն, ես խնդրում եմ համարել։ Նա ճշտով բան է։ Նայ։ Հարցը չեն տալու, իվան, էլեկտրիկ։ Շահրայի հավաքանի, կոնտրոլի Անձրև, հələ փակեք։ Հիմա ինչ նոր է ճիշտ համարում, որ դուք եք դառնաք այդ ամենը։ Վերջում թողեք հասնամ, էլի։ Քաղաքացու զրկեք բոյկոտիանի։ Իվանքով սպառնալով հարկադրեք վճարել են ուղևորը, որը սոցիալապես օբյեկտիվորեն մտը հնարավոր չի։ Տեկինարեք են ազգանում։ Պարոսիկ եմ, ինգեպեն մտ կարստամ, մենը։ Իսկ մի հարցել ես հաց ես տամ։ Դու Արմեն Խաչատյանին հարցնեք։ Դուք գործում եք որպես չխոսեք։ Իսկ եթե փախնեն, դուք գործում եք ձեր խեղճի- նիստերից են փախնում ԿՊ-ականները, երբ որ չեն կարողանում պատասխանել, կարողա դուք է փախնեք։ Իսկ կներեք, էլի, մի հաստամ, դուք ձեր խեղճի մտոք կայացնում եք որոշում, թե WhatsApp-ով եք կայացնում որոշում։ Իսկ կա դեմ քաղաքացիական պայմանագիրը, որ ուրիշ որոշում ունի, դուք ուրիշ որոշում կայացրել եք, երբևէ այդ կանոպկան սխմել եք, որ ուրիշ բան դուք որոշած լինեք։ Քվեարկության ժամանակ դուք հնարավոր է այլ կարծիք ունենաք քաղաքացիական պայմանագրից, ձեր դիրքորոշումը արտահայտեք դեմ։ Խմբակցության դիրքորոշումը, որը արդեն արտահայտվում է ամբողջական որպես խմբակցություն դիրքորոշում, լիակումար լիստերի դահլիճում ես եմ։ Այսինքն սեփական դիրքորոշում դուք չեք կարողանում արտահայտել։ Որը քաղաքացիական պայմանագրի միասնական քվեարկում է, դա իմ անձնական որոշումն է։ Ես եմ ձևավորում այդ դիրքորոշումը։ Այսինքն ձեզ չեն ստիպում WhatsApp-ով, որ դուք քվեարկեք։ Տուգանքի մատերիալը ազդեց քաղաքացին։ Սիրելի Ես վստահ եմ, որ ձեզ ստիպում։ Ազգային ժողովի ԿՊ-ական պատգամավորի համար դուք տուգանքի մատերիալ եք եւ ոչ թե 3 միլիոն վարձապետ։ Ձեր քաղաքացիներ, մենք շարունակում ենք, բայց ես ընդհատում եմ հիմա, հետևեք մեր գործընկերներին, լրատվամիջոցներին, այս քաղաքային իշխանությունը, այս չնայած կարելի է ասել տարբերություն չկա, ազգային ժողովում էլ է քաղաքային իշխանություն դարձել, նույնն են, այս ամեն ինչի հիմքում Նիկոլ Փաշինյանի գլուխն է,
տրանսպորտի թանկացման, Տիգրան Ավինյանի հետ համատեղ նաև կանրադառնանք նաև աղբահանության վճարի թանկացմանը, գույքահարկի թանկացմանը, բոլոր այն հարցերին, որ մեր քաղաքացիների կյանքը թանկացրել են։